Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու հանրապետության վարչապետի նախաձեռնության ֆոնին վեհափառ Հայրապետին օդանավակայանում դիմավորելու էին գնացել հարյուրավոր մարդիկ իրենց աջակցությունը հայտնելու։ Վարչապետի նախաձեռնած պրոցեսներին վեհափառը գնահատական չտվեց, ասաց եկեղեցին ունի համապատասխան ընթացակարգեր։ Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր եւ հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտաք, որ որևէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնականությունը, հայտարարել է Գարեգին Հայրապետը։ Օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։ Եվ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած և կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզում են։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ և այդպես ընթանանք դեպի նոր ժամանակները մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհափառ Հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխան այստեղ, ես ասում եմ Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը։ Դուք հավատավոր զավակները զորությունն եք, մեր եկեղեցու և մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին և հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Տիրոջ օրհնությունը ամենքի